Ինքնատիպ ու տաղանդավոր այս ռեժիսորը արվեստասերների ընտանիքի զավակ է։ Չնայած մայրն ատամնաբույժ էր, իսկ հայրը պաշտոնյա, թեթև արդյունաբերության ոլորտում, բայց երգ ու երաժշտության, կինոյի եւ թատրոնի հանդեպ սերը նրանց ընտանիքում առաջնային էր։ Թե մորս կողմը, որոնք վասպուրականցիներ են, թե հորս թևը, հայրիկիս ամբողջ տողմում, ուրեմն նույնիսկ ազգանունից է դա գալիս Չալդրանյանները, ասում են մի քանի բացատրություն կա, չալողներ էին, նույնիսկ կվարտետ կար հայրիկիս հորեղբոր զավակները, 4 հարազատ եղբայրներ էին եւ ուրեմն դասական երաժշտության կվարտետ էր դա։ Միշտ մանկությունից ազգանունով ինձ ճանաչում էին, ասում էին Բերիկի կամ Արամի կամ Միշայի կամ ինչն ես, ասում էին հորեղբայրներս են։ Մամայի կողմը ում ասեմ, Սիլվա Կապուտիկյան, մամայի հորեղբոր աղջիկը, այսինքն արվեստը միշտ եղել է, չնայած մասնագիտության արվեստագետներ չեն եղել։ Ամենափոքր տարիքից Վիգենի մայրը ամեն բան անում էր նրան եւ եղբորն անընդհատ իրական արվեստին մոտ պահելու համար։ Հերթական մեր այցելությունն էր թատրոններից մեկը, այս դեպքում Սնդուկյանի թատրոնն էր եւ մայրս միշտ ձգտում էր առաջի շարքերում տոմսարներ եւ նստած էինք հենց առաջի շարքում մայրիկիս կողքին, եթե չեմ սխալվում 6 կամ 7 տարեկան էի եւ բեմի վրա 7 տարեկան երեխայի աչքերով իհարկե հրաշք էր կատարվում, որովհետև տարօրինակ կոստյումներով, որոնք նման չէին մեր աշխարհիկ կյանքին, մանավանդ պատմական գործեր, բեմի վրա ժայռի նման աչ ու ձախ էր քայլում Գուրգեն Ջանիբեկյանը։ Հոր արտիստիկ կեցվածքը, նրա հզոր ձայնն ու անհուն գիտելիքներ իրենց ազդեցությունն ունեցան որդիների զարգացման հարցում։ Շատ արտիստիկ էություններ էին, արտիստիկ մարդիկ էին շատ կյանքում։ Միշտ հիանում էի հորս ձայնով, որևէ դերասան կերազեր նման ձայն ունենալ։ Պատահական չէ, որ նման ընտանեկան միջավայրում մեծացող պատանի Վիգենի հոգում արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ խմորումներ կային։ Փոքր հասակում շատ տարբեր դրսևորումներ ունեի ես։ Կարծում էի, որ նկարիչ կդառնամ, հետո շատ սիրեցի քանդակագործությունը, ավելի հասուն հասակում ճարտարապետություն, հետո սկսեցի գրել, զբաղվել պոեզիայով եւ այլն, բայց չգիտես ինչի վերջում, չգիտեմ ես ընտրեցի ռեժիսուրան, թե ինքն ընտրեց ինձ, հավանաբար ռեժիսուրան, որովհետեւ կարծես այդ բոլոր շնորհների, բոլոր այդ իմ հետաքրքրասիրության սինտեզն էր։ Բայց եւ այնպես ծնողներն այլ ապագա էին կանխատեսում Վիգենի եւ նրա եղբոր համար։ Նրանք, չգիտես ինչի, ինձ եւ իմ եղբորը տեսնում էին երկու բուհերում։ Ես իրավաբան, եղբայրս բժիշկ։ Աստծո կամոք պատիվ ու բարեբախտություն ունեցա կազմելու եւ խմբագրելու Վիգեն Չալդրանյանի մասին երկու գիրք։ Առաջինը Հանապազ լույսի ճանապարհով, երկրորդը Ձայն լռության։ Գրքերը նվիրված են Վիգեն Չալդրանյանի մայրիկին, բարձր ու ազնվական միտիկնոջ։ Ցանկությունը ցանկություն, բայց պարզ բան է, ի վերուստ կանխորոշվածը փոխել չես կարող։ Բայց ճակատագրով երևի եղավ, որ եղբայրս դեռևս 3-րդ դասարանում միջնակարգ դպրոցի 10 տարեկան, 10 տարեկանում հրավիրեցին ֆիլմում նկարահանվելը։ Եվ իմ մեջ արթնացա մի սարսափելի, դա փոթորիկ էր իմ մեջ, մի բարի նախանձ, չնայած ասում են բարի նախանձ չի լինում, նախանձը նախանձ է, ուրեմն համարեք նախանձ, որովհետև եղբայրս վերադառնում էր, նկարահանվում էր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ գլխավոր դերում, իր թոռան դերում, Արուս Ասրյան, հայտնի դերասաններ եւ այլն, եւ գալիս ու պատմում էր սենց ոնց որ սենց ինձ ավելի ցավ պատճառելով։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին։ Նաև զուգահեռ սկսում է աշխատել դրամատիկական թատրոնում։ Այսքանը դեռ բավարար չէր։ Ռեժիսորական ձգտումներով երիտասարդը հայտնվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում։ Երևանում չկար կինոռեժիսորական։ Մենք ունեինք միայն մանկավարժական ինստիտուտի, որը չէր կարող համեմատվել նույնիսկ այսօրվա
կինոֆակուլտետի է։ Մոսկվան բեկումնային եղավ կինոռեժիսորը Վիգեն Չալդրանյանի կյանքում։ Սովորելը դա միայն դասագիրքը չէ։ Սովորելը նաև հետևելն է, նույն օդով շնչելը, հանրակացարանում ապրելը, արգելված գրականություն կարդալը։ Մոսկվայում ապրելու եւ սովորելու տարիներին Վիգեն Չալդրանյանը նկարահանում է իր առաջին ֆիլմերը։ Ես գիտի տարիներին 3 ֆիլմ եմ արել եւ վիթխարի դեկորներ եմ դրել։ Իմ առաջի ֆիլմը Ջեք Լոնդոնի պատմվածքով ոսկին ծիծաղում է, այսօր հայ ֆիլմը կամ որևէ պրոֆեսիոնալ ստուդիա չունի հնարավորությունը։ Գերաններից Կլոնդայքի դեկորացիա ենք դրել ոսկի որոնողների համար Կլոնդայքի ուրեմն մի հատ տնակ էր գերաններից սարքած իր ամբողջ ռեկվիզիտներով, լուսային համակարգով պավիլյոնում դեկորացիա ենք սարքել։ Չնայած մեծ հորիզոններ էր բացվել Մոսկվայում երիտասարդ ռեժիսորի համար, բայց ինչպես այսօր այն ժամանակ էլ Վիգեն Չալդրանյանը նախընտրում է վերադառնալ ու ստեղծագործել հայրենիքում։ Դիպլոմը ստանալուց հետո ես չեմ աշխատել ասիստենտ, երկրորդ ռեժիսոր, իսկ սովորաբար դա ընդունված էր։ Դիպլոմը ստանալուց հետո պարտադիր գոնե պիտի պրակտիկա անցնես, հետո աշխատես, հետո անես, չգիտեմ, կարճամետրաժ եւ այլն։ Իմ ապրիլ ֆիլմը կարծես թե բոլոր հարցերը լուծեց, միանգամից կանաչ ճանապարհ վառեց։ Ապրիլ կարճամետրաժ ֆիլմը ոչ միայն ճանապարհ հարթեց կինոռեժիսորի համար, այլ նաև նրան բերեց առաջին անգամ մրցանակ շահելու բերկրանքը։ Ապրիլ ֆիլմը 5 մրցանակ է շահել եւ ապրիլը իմ մրցանակների սկիզբը դրեց 87 թվականին Սվերդլովսկի համամիջնական փառատոնում շահեց գլխավոր մրցանակը։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Վիգեն Չալդրանյանի մասին կարելի է եւ կարճ խոսել, ասել հրաշալի մարդ եւ հրաշալի ռեժիսոր։ Եվ երկար խոսել, այդ դեպքում մենք դժվարանում ենք, որտեղ մի քանի ժամը չի երիկի։ Բայց մինչ այդ երիտասարդ ռեժիսորը հաջողություն ունեցավ հայ ֆիլմում նկարահանելու Ձայն Բարբարոյի երկսերիանոց ֆիլմը։ Չնայած գեղխորհուրդը դեմ էր, որ կինոնկարը վստահվի նորավարտ, անփորձ ռեժիսորի, բայց շնորհիվ հայ ֆիլմի այն ժամանակվա տնօրենի Վիգենը ձեռնամուխ եղավ ֆիլմի նկարահանմանը։ Հայ ֆիլմի տնօրեն Վիկտոր Բալայանին, որը կարծես թե մի քիչ խորամանկորեն խաբեց գեղխորհրդին եւ անցկացրեց, վերջը ստիպեց բոլորը կողմ քվեարկեն, որ համաձայն ենք Վիգեն Չալդրանյանին տալ Ձայն Բարբարո ֆիլմը։ Նորին սրբազնությունը Մի հուզվիր, ես քեզ հետ եմ, ում եմ ասում, մի հուզվիր Կոլոմբին խնդրում եմ հանգիստ թող ինձ և դոմսուի Սակայն անփորձ ռեժիսորը արդարացրեց բոլորի հույսերը։ Ես կարծում եմ լավ է խոսել Վիգեն Չալդրանյան ֆենոմենի մասին, այսինքն մարդ, որը հանձն է առել հասարակության խիղճը ներկայանալու։ Ամեն դեպս կարծում եմ, որ արվեստը այդ կոչումը ունի։ Իմ ֆիլմերից ամենահաջողակը դերևս կարող եմ անվանել, ինչպես ասենք լինում է, ավակ որդին ամենագեղեցիկն է, հաջողակը ընդունվեց այստեղ, հետո ասպիրանտուրա, ամեն ինչ հաջող է, բայց այդ մյուսների համար պիտի դու մի քիչ բանանես, մտահոգ լինես։ Այդպիսիները Ձայն Բարբարոն, որը 8 մրցանակ շահեց, շրջեց ամբողջ աշխարհով։ Եվ սա միայն սկիզբն էր։ Ձգտումներն ու աննկուն աշխատասիրությունը փառքի ճանապարհ հարթեցին Վիգեն Չալդրանյան ռեժիսորի եւ դերասանի համար։ Անկամ 90-ականների ծանր տարիներին նա չդադարեց աշխատել։ Հենց այդ տարիներին էր, որ նկարահանվեց Տեր Ողորմյան։ Ես Տեր Ողորմյանի հանդեպ ունեմ շատ առանձնահատուկ վերաբերմունք։ Կիրել Էյսոն Տեր Ողորմյան ֆիլմը, որը նկարահանվեց համարյա առանց փող։ Դա այդ դեպք է, շատ ենք խոսել դրա մասին, երբ ես եկա հայ ֆիլմի տնօրենի մոտ, Գեորգ Գեորգյանի մոտ, ասեցի փող ունես, ասեց չէ, բյուջեն դատարկ է 94 թվական։ Հայաստանում ֆիլմ չէր նկարվում եւ ուղղակի այդ շենքերում միջանցահովիկներ, քամիներ, ուղղակի վզվզում, բյուջետ չկար, ասեցի Գեորգ, արի առանց փող անենք, ինչ որ մի բան թե հնարավոր է ասենք այդ բյուջեից ինչ որ բան,
Ես էլ կփորձեմ ինչ-որ բաներ վաճառել, փորձենք անենք, որտեվ չեմ կարող, մեջիցս պիտի դուրս գա, այդ ֆիլմը պիտի ստեղծվի։ Եվ ստեղծվեց այդ ֆիլմը։ Նրա բարձրացած խնդիրները անպայման հարաբերվում են պատմական որևէ շրջանի հետ։ Եվ այդ շրջանը ինքը իր պրիզմայով է անցկացնում եւ տալիս մեզ։ Ես գտնում եմ, որ այդ ֆիլմը սարսափելի անկեղծ ու սարսափելի անձնական կուտակումից ծնված ֆիլմ էր։ Որևէ ֆիլմ առանց կուտակումի չի ծնվում իհարկե։ Ինչու եք ինձ հետ դու եք խոսում։ Ես հայտնի արվեստագետ եմ, իսկ դուք ով եք։ Ով է ձեզ իրավունք տվել ինձ բերել այստեղ ուժով։ Դենը նույն օրը երեկոյան այդ անձնավորությունը սպանել են իր տան մոտ, կողոպտելով մոտից $2000 եւ վրայի ոսկեղենը։ Ես էլ էի ուզում սպանել։ Ուզում էիր, թե սպանել ես։ Ամերիկա գնալու տոմսի փողն էլ արդեն ունես։ Ոնց որ տեսնում ես, քո մասին ամեն ինչ գիտեմ։ Բոլորի հարցերը լուծեցիք, հերթը մեզ ասա։ Ինչ որ ծրագրել եք չի ստացվի։ Ու ասկիշկատան կա։ Ես եմ ես քաղաքի տերը, ոչ թե դուք։ Ձեր յակեր տզրուկներ։ Դու ես անասուն։ Լավ։ Էրիկա։ Նստացրու։ Ուրեմն ասում ես դու ես քաղաքի տերը, հլտուր էլ հայտնի արվեստագետ։ Քաղաքի տերերը քաղաքից չեն փախնում։ Ոչ էլ։ Ապարցապար բաներ ասում թերթերում, ոչ լոտան ասում։ Ինքը հաճախ անդրադառնում է նաև իր ֆիլմերում աստվածաշնչյան կամ փիլիսոփայական մտքերի, որոնք դարձյալ շարժում են մարդու ներքին աշխարհը, որպեսզի ինքը մտորի եւ հասկանա, որ այս երկիրը չի տրված միայն սպառողական հոգեբանության համար, այլև ամեն մեկը մի բան պիտի տա այս աշխարհին եւ Վիգեն Չալդրանյանն էլ մեր աշխարհին տալիս է իր ֆիլմերը։ Դա ներդաշնակությունը որոնելու ճանապարհը։ Երբ ես սկսում եմ ֆիլմ անել, ես նորից ու նորից դուրս եմ գալիս ներդաշնակություն որոնելու։ Ես նորից ու նորից դուրս եմ գալիս երկխոսության մեջ մտնելու եզերքի ու նորից ինձ հնարավորություն է տրված բացարձակ անկեղծ լինելու։ Դերևս ես բացարձակ անկեղծ եմ, մերկ եմ եզերքի մարդկության առաջ միայն ֆիլմ անելուց։ Ես այնտեղ ա, որ չեմ վախենում ինքս ինձ ծաղրել, ծանիրս քեզ ճշմարտությունը կիրառել եւ փորձել գտնել այդ ճանապարհը, որը տանում է դեպի ճշմարտություն։ 21-րդ դարի սկիզբը Վիգեն Չալդրանյանի եւ հայ կինոսիրողների համար նշանավորվեց Լռության սիմֆոնիա ֆիլմի ծնունդով։ Հետաքրքիր ու չծերացող ֆիլմ, որը գնահատվեց ոչ միայն հայ հանդիսատեսի ու կինոքննադատների, այլ նաև օտարերկրացիների կողմից։ Ես ուզում եմ հավատալ, որ Լռության սիմֆոնիայի այդ չլսված նախադեպը ունեցող հաջողությունը Եվրոպայում հավանաբար դա այն եզակի, եթե չասեմ, առաջի ֆիլմն էր, որը եվրոպական դիստրիբյուցիա ունեցավ Ֆրանսիայում ուղիղ 1 տարի էկրաններից չէր իջնում։ Դա նաև հավանաբար իր գովազդային ուրեմն այդ մթնոլորտն ու դաշտն էր, որ իր շուրջ պարուրված էր, որ առաջի հայկական ֆիլմը Օսկարի է ներկայացված։ Չալդրանյան ֆենոմենը կարողանում է ընտրել իր համար, որն է արդիական, որն է իր սրտի հետ խոսող, եւ նա այն բերում է առաջի պլան եւ դնում է հանդիսատեսի դատին։ Այսինքն ինքը
արդեն կարծես դատաստանի առջև է եւ ինքը ամենամեծ գրավականը նա է, որ անկեղծ է ինքը իր նկատմամբ։ Իսկական արվեստը դա ազգի դեսպանն է։ Այսօր ցավոք սրտի մենք դա մոռացել ենք։ Եվ արարում ենք մի բան, որը իր վրա վերցնում է տնային կառավարչի առաքելություն, այլ ոչ ազգի դեսպանի։ Որտեղ մենք ազգերի հետ նախ եւ առաջ կինոյի հզորությունը հենց դա է։ Կինոն ավելի մասսայական արվեստ է։ Կինոյի մեջ ներպարփակ եւ ներդաշնակ մի քանի արվեստներ են ուրեմն կովկով եկել եւ ներդաշնակվել։ Չնայած բազմաթիվ ու բազմապիսի մրցանակներին, որ ստացել է Վիգեն Չալդրանյանը իր ֆիլմերի համար, նա ֆիլմի հաջողության գրավականն այլ բանի մեջ է տեսնում։ Ի վերջո մրցանակը չի ձևավորում ֆիլմի որակ, որովհետեւ շատ ֆիլմեր գիտեն, որոնք մրցանակներ չունեին, բայց իրենք ստացել են ամենակարևոր մրցանակ, ժամանակի մրցանակը։ Երբ ասում են Ձայն բարբարոն 8 մրցանակ ունի, իսկ 20 տարի անց ստանում է ինքը Եվրոպայում դա անկախության տարիների առաջի ֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան եւ հռչակագիրը համարյա նույն ժամանակահատվածում եղան։ Եվ 20 տարի անց, երևի այս 20 տարիների ընթացքում, 2 տասնամյակի ընթացքում շատ ֆիլմեր չեն ստեղծվել։ Եվ այնուամենայնիվ վերջին 20 տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը տվեցին Ձայն բարբարոն։ Կարևորը ասելիքի խորությունն է ու ժամանակի մեջ չհնանալու, արդիականությունը չկորցնելու հատկությունը։ Այդ առումով նաև ուրախ եմ, որ ասենք շատ ու շատ խոսքը ինձ չի վերաբերում, որովհետև ձեր հաղորդման մեջ տեսել եմ մեծամեծ մարդկանց Սարգսյան եւ շատ ուրիշներին։ Ցավոք Փափազյան մենք ասում ենք միայն գրքերով գիտենք եւ ընդհանրապես մեկ-երկու հատված է պահպանվել, բայց այսօր մենք չենք կարող իրենց մտքերը լսել ձայնով, բայց այսօրվա ժամանակներում այս տեսային աուդիովիզուալ ուրեմն տեխնիկան այդ հնարավորությունը տալիս է եւ հրաշալի է, որ մենք կարող ենք ունենալ եւ ծերունդներ կգան, որոնք կլսեն շատ ու շատ մեծ մարդկանց, նրանց մտքերը, նրանց տեսակը։ Հետո Վիգեն Չալդրանյանի մտքերն ու տառապանքները ծնունդ տվեցին քրմուհուն, ապա լռության ձայնին։ Ժամանակի բացառիկ զգացողությամբ է ուշտված Վիգեն Չալդրանյանը։ Նրա վերջին ձայն լռության ֆիլմը վավերագրեց ժամանակը տնօրինելու նրա բնածին հատկությունը, ծով համբերությունը, տարիների հետ իմաստուն զսպվածությունը, անհնարինը ակնհայտ դարձնելու նրա կարողությունը։ Բայց ինքը կարողացել է ընտրել այդ խոսելա ոճը այսօրվա հանդիսատեսի հետ, նույնիսկ շամփրելու որոշ տեղ, նույնիսկ խարազանելու մեզ բոլորիս, որպեսզի մեր ընդարմացած սիրտը, որ տոտալ վիճակի է տանում այս ամենը, դառնա մարդկային սիրտ, բաբախող սիրտ, ինքը տեսնի ով է իր կողքինը, ոչ միայն խրվի իր ներքին խնդիրների մեջ, այլև կարողանա տեսնել դիմացինի խնդիրները։ Ձայնորության, որը ես համարում եմ իր գործերի երևի թե կատարյալը, որովհետև ոչ մի թերություն ես չեմ գտնում այդ ներկայացմանը, միայն ֆիլմի մեջ ես միայն գտնում եմ իր եւ ռեժիսոր եւ որպես դերասան մեծագույն նվաճումը։ Ատոր Գժվեցիք,
Ուզում եմ քեզ հրավիրել ֆիլմում նկարվելու։ Փող գտած։ Ես այսօր կարող եմ միայն շնորհակալական խոսքեր ասել, որովհետև Բախտին ես չեմ ճանաչում։ Ես ճանաչում եմ Վիգեն Չալդրանյանին, որը չգիտեմ ինչու որոշեց, որ այդ կերպարը ես եմ կերտելու։ Շնորհակալ եմ, որովհետև դերասանի համար դա իսկապես ինձ համար անձամբ դա մեծ երջանկություն է։ Ֆիլմը ունի ասելիք, եւ այդ ասելիքը այսօրվա ասելիք է։ Նույնիսկ պատմական խորշի վրա, որ ինքան մեր դարձյալ ասելիք կար այսօրվա վերաբերյալ, ուր մնաց թե այսօրվա ասելիքը ինքը խոսեր։ Եվ ճիշտն ասած իմ համար այդ ասելիքը շատ խտացված էր, խիտ, թանձրացած ասելիք է։ Դերասանական կազմի ընտրության հարցում էլ Վիգեն Չալդրանյանն ունի հետաքրքիր մոտեցում։ Հաճախ նա շեշտը չի դնում ճանաչված ու սիրված անուններ ընտրելու վրա։ Նրա ֆիլմերում հանդես են գալիս նաև իր ուսանողներն ու սկսնակ դերասաններ։ Այն նվիրումը, որ նրանք դերեցին, որևէ պրոֆեսիոնալ այսօրվա հայ կինոյի, ասենք, երկրորդ ռեժիսոր, ասիստենտ, բան, ես չեմ կարծում, որ նույն ավյունով, նույն նվիրումով նրանք պրոֆեսիոնալները կարող էին տրվել այս գործին։ Զգում ես, որ արվեստի աշխարհում իրոք բարձունքներ ես նվաճում իր հետ։ Դու ինքդ չէ, բայց կարողանում ես տեսնել այն, ինչ ոչ ոք չի տեսնում։ Երբ ռեժիսորը գիտի ինչ է նա ուզում, գիտի նա ինչ է ուզում ստանալ եւ բացի դրանից նա գիտի ինչպես դա ստանալ։ Դերասանի համար դա մեծ երջանկություն է, երբ նա աշխատում է ռեժիսորի հետ, որը անհասկանալի եւ անբացատրելի միջոցներով կարող է ստանալ դերասանից այն, ինչը նրան պետք է։ Վիգեն Չալդրանյան ռեժիսորի հաջողության գաղտնիքը նաև իր ստեղծած դերասան-ռեժիսոր հարաբերություններն են։ Նախընտրությունը շատ չի մեր քաղաքում, ցավոք սրտի։ Մենք ունենք շատ լավ դերասաններ, բայց ընտրությունը շատ չի։ Այս դեպքում էլ, երբ Մարիամ Դավթյանին, որին շատ վաղուց գիտեի, տարիներ գիտեի, շատ անփորձ կինոյում դերևս տենց այդպիսի մեծ փորձառություն չունեցող, որ ասեմ, շատ ընտրություն է եղել, ոչ կանգ առնենք վերջի տարբերակի վրա, այս տարբերակի վրա, հավանաբար միակն է եղել, ես չեմ էլ ընտրել։ Պարզապես ես այն դեպքն է, որ սկսում ես հավատալ եւ ինքդ քեզ կոդավորում ես մի բանով, սխալվելու իրավունք տրված չի։ Վիգեն ունի մի առանձնահատկություն հավաքել իր շուրջ այն մարդկանց, որոնք իսկապես հավատարիմ են եւ իսկապես վարակվում են, որովհետեւ նա իսկապես վարակիչ է։ Նա իր աշխատանքով, իր նվիրվածությամբ այնպես է վարակում բոլորին, որ ոչ մեկ չի կարող ուղղակի մտածել որևէ ուրիշ բանի մասին։ Պահանջկոտ է։ Բացառիկ պահանջկոտ է։ Դա օգնում է գործին։ Վիգեն Չալդրանյանը հաճախ խաղում է նաև իր նկարահանած ֆիլմերում։ Հանդիսատեսներից շատերը սիրում են հենց Վիգեն Չալդրանյան դերասանին, ասենք որ նա հաճախ նաև իր ֆիլմերի սցենարիստն ու նկարիչն է։ Նա կարողանում է կերտել կերպարներ, բայց իր անկեղծությունը այնքան շատ է, որ մնում է ինքը, հասկանալի է, այսինքն ինքը գրիմներ չի օգտագործում, կերպարներ չի ստեղծում, ինքը իր ասելիքը ունի եւ ինքը հավատարիմ է իրեն հենց իր տեսակի մեջ։ Լռությունը առանձնահատուկ տեղ ունի նրա կյանքում։ Իզուր չէ, որ նրա ֆիլմերի վերնագրերում հաճախ օգտագործվում է լռություն բառը։ Լռության հանդեպ ռեժիսորն ունի փիլիսոփայական մոտեցում։ Նա սիրում է լսել լռության ձայնը։ Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, իսկ լռությունը մնում է։
կարողացեք լսել ձայնը լրությունից ծնվում են ինչ-որ բաներ։ Կարծում եմ իմ շատ ու շատ ֆիլմեր ծնվել են լրությունից, խմորվել և ծնունդ են առել այդտեղ։ Հայկական կինոն միջազգային հարթակներ հանած ռեժիսորն այսօր օբյեկտիվորեն փաստում է, որ համաշխարհային կինոշուկայում մենք տեղ չունենք։ Ձայն բարբարոն բերեց միջազգային ճանաչում։ Իհարկե լրության սիմֆոնիան առաջի ֆիլմն էր Հայաստանի պատմության մեջ, որ գնաց ներկայացվեց Օսկարի։ Ֆիլմը ամբողջ Եվրոպայով ցուցադրվեց, մեծ ճանաչում, հայ կինո, ամենտեղ հպարտ էր, որ գրում էին Արմենիա, հայկական կինոն, որ այդքան էլ շատ հայտնի չէր աշխարհում, որովհետև ի վերջ հայկական կինոն երկու անձով է միշտ ներկայացվել, Հայաստանից նկատի ունեն Փարաջանովի Նռանգույնով եւ Արտավազդ Փելեշյանի, դա չի նշանակում, որ մենք չենք ունեցել, որտեղ Դոլացյանի Բարև ես եմ, Մալյանի ֆիլմերը եւ շատ ու շատ վարպետների արժանի էին, բայց աշխարհի պահանջը մի քիչ ուրիշ է։ Չնայած մեծ հնարավորություններին արտերկրում ապրելու եւ աշխատելու, Վիգեն Չալդրանյանն ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում, հաճախ իր գողտրիկ ամառանոցում, որտեղ հնարավորություն է ստանում առանձնանալու քաղաքի թոհուբոհից եւ վայելելու լռության ձայնը։ Իմ ընտանիքը, իմ մայրը, եղբայրս ապրում են այնտեղ։ Այս տարիների ընթացքում կարծես օվկիանոսից այս ապիցենապ մի մեծ պարան էր ձգված եւ փորձում էին նրանք շատ էին, ես մենակ էի, ձգեին ինձ այնտեղ, բայց երբևէ չկարողացա։ Ես Ամերիկայում երբեք չեմ ապրել։ Ես ապրել ու ստեղծագործել եմ Երևանում։ Տարին 1-2 անգամ նա գնում է Ամերիկա, ընտանիքի հետ մի քիչ ժամանակ անցկացնելու։ Ինձ համար ամենակարևորը, որ նրանք լինեն լավ մարդիկ ու երջանիկ։ Երջանկության բանաձևը շատ տարբեր է։ Ես կարծում եմ երջանկությունը նաև քո մասնագիտության ընտրության մեջ է, գուցե սխալվում եմ, բայց միշտ այսօր ես իմ ուսանողներին եմ ասում։ Երջանիկ այն մարդը, որ ունի լավ ընտանիք եւ լավ մասնագիտություն, որին սիրահարված է։ Նա շատ հանգիստ, համեստ, ազնիվ երևույթ է եւ նրան ճանաչելու համար կամ սիրելու համար պետք է ճանաչել, ճանաչելու համար պետք է սիրել։ Իմ խորին համոզմամբ մարդը աշխարհ է գալիս երջանիկ լինելու համար։ Սխալ է, երբ մարդը գալիս է ու երջանիկ չի։ Ամեն ինչ սկսում է երջանկությունից։ Ես որևէ իմ մտերիմին եւ մարդկությանը միշտ ցանկանում եմ մի բառ միայն երջանիկ եղեք, որտեղ երջանկության մեջ ամեն ինչ է մտնում։ Առանց առողջություն երջանկություն չի լինում, առանց ներդաշնակության երջանկություն չի լինում։ Վիգեն Չալդրանյան մարդը գտել է այդ ներդաշնակությունը։ Նա գիտի, որն է երջանկություն տանող ուղի։ Ես ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, ես ինձ երջանիկ հայր եմ համարում։ Շատ հարցերով ես երջանիկ եմ, բայց այդ երջանկության բանաձևը ավանդական չի, ինչ որ ընդունված է մեր մոտ, որովհետև ինձ համար նաև երջանկությունը դա ստեղծագործելն է։ Ինձ համար երջանկությունը իմ զավակներից միշտ լավ լուր ստանալը, որ նրանք առողջ են, նրանք սովորում են, նրանք երջանիկ են։ Այսօր հայրենասեր արվեստագետը նվիրական մի ցանկություն եւ երազանք ունի։ Բայց ուզում եմ հավատալ, որ դարերի խորքից միշտ Աստծո ձեռքն ու իմաստությունը կարծես վերևից միշտ իջացում է մեր ժողովրդի վրա եւ այս փորձությունն էլ երևի տրված է վերուստ, որ մենք մի հատ լավ գժվենք, որից հետո նորից իջնի վերևից մի հատ հանդարտություն եւ մեր ժողովրդին կասի վերադարձեք ձեր իմաստությանը։ Իսկ իմաստությունը սերն է։ Մարդը ծնվել է սիրելու համար, այլ ոչ թե ատելու։